Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի նախընտրական հանդիպումն այս անգամ Արաբկիր վարչական շրջանում է։ Մինչև կմեկնարկի ԲՀԿ առաջնորդի գլխավորած քայլեր տապահանդիպումը արաբկիրցիների հետ, Գագիկ Ծառուկյանը նախ քաջալերում է անազատության մեջ գտնվող թիմակցի քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կնոջ նվորդուն։ Ծառուկյանը ձեր հետ է, ամբողջ ժողովուրդը ձեր հետ է։ Քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հունիսի 7-ին ընտրում ենք համարյոթին հաղթանակ։ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քարոզարշավը ընդմիջվել էր մեկօրյա դադարով, օրը պատահական չէր ընտրված։ Վերջի զանգն է, շրջանավարտների օրն էր, մեր հույսի լույսի, մեր երիտասարդության, մեր ապագայի արժանի փոխարինողների, որ այսօր ուրախանում են իրենց ծնողները, դրա համար այդ օրը պետք է հատուկ հատկացնենք իրենց, որ կարողանան իրենց տոնը վերջի զանգը նշեն ուրախանալ։ 1-2 օրվա ընթացքում կուտակված հարցերը բազմաթիվ են։ Երթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը փաստարկներով է պատասխանում լրագրողների հարցերին, այդ թվում Փաշինյանի հերթական զրպարտանքներին ու սպառնալիքներին։ Կարող եմ պարզ ասել վարչապետի աթոռին նստած մարդուն, որ ինչ է ուզում ինքը, բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, վիրավորելով, սուտ ասելով, ինչ է իր ուզած, ինքը ինչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի, ինչ որ Արցախում եղավ։ Բերեց ինչի ասեց, հողեր հանձնելով, զոհեր տալով, հեղինակազրկվելով, հարաբերությունը բոլոր տեղերը փչացնելով, Ալևին շնորհակալություն ասելով։ Այդ է իր արածը, ոչ մի բան չի կարող անի։ Այսօր ինքը ինչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ սարքել է նշան, կպցրել է դոշին, ոնց որ ծովից ծով Հայաստանը հետ է բերել, կանչ որ հայտնագործություն արել։ Մասնատած Հայաստան կպցրել է դոշին, մանգալով ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան չունի։ Ժողովրդին կանգնացած է անտարության առաջ, կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի կառուցողին կամ եկեղեցի քանդողին, կամ երկիր կառուցող շենացնողին, կամ երկիր քանդող ավերակ սարքողին։ Հունիսի 7-ին համար 7-ին հազարավոր համակիրների մասնակցությամբ երթը չնայած հրդառատ անձրևին ձգվում է մինչև Մերգելյանի զբոսայգի։ ԲՀԿ առաջնորդը սովորույթի համաձայն հրաժարվում է առաջարկվող անձրևանոցից։ Չէ, զոնդը։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, վերջ դնենք բռնաճնշումներին ու շանտաժին։ Խորհրդարանի ընտրությանը ԲՀԿ-ին միացած Մայր Հայաստան կուսակցության անդամներն այս կոչով են դիմում մեր համաքաղաքացիներին, օր առաջ սպասելով իրենց ղեկավարի ազատ արձակմանը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ձայնը տվեք թիվ 7 քվեաթերթիկին, որ վերջ դնենք այս ամոթի, այս խայտարակության, այս քահավիճման, այս նվաստացման դարաշրջանին։ Վերջ դնենք այն արատավոր պրակտիկային, որ երկրի ղեկավարի պատվերով մարդկանց բռնում են, մարդկանց վրա գործ են կարում, մարդկանց դարձնում են քաղաքական բանտարկյալ, քաղաքական հարացյալ։ Այսպիսով ազատություն բոլոր քաղբանտարկյալների, ազատություն, ազատություն։ Քանի որ այս պահին պարոն Թևանյանը գտնվում է ժամանակավոր ազատազրկման մեջ, բոլորս մեր համերաշխությունը ու աջակցությունը հայտնենք նրան։ Թևանյան! 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 Բազմաթիվ համակիրների ու թիմակիցների հետ քայլերթի ընթացքում Գագիկ Ծառուկյանն արձագանքում է նաև արաբկիրցիների ողջույններին, որ ուղղում են հարակից շենքերից։ Գործող վարչակարգը միայն Երևանով չի սահմանափակվում։ Խուզարկություններ են եղել նաև Գյումրիում ԲՀԿ պատգամավորի թեկնածուի Մարտուն Գրիգորյանի տանը, մեքենայում եւ շտաբում։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահը մատնանշում է սոցհարցումների արդյունքները, որոնք փաստում են իշխանության վարկանիշի կտրուկ անկման մասին։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հունիսի 7-ը դառնալու է այս իշխանության քաղաքական բաղճանի օր։ Եվ ուրեմն մեր քաղաքացիները հունիսի 7-ին մեկ անելիք ունեն ակտիվ մասնակցել ընտրություններին եւ իրենց կմետ տալ թիվ 7-ին, հունիսի 7-ին։ Հունիսի 7-ը շրջադարձային է լինելու մեր երկրի ապագայի համար, ասում է Իվետա Տոնոյանը։ Մարդիկ պետք է որոշեն ինչպիսի ապագա են ուզում իրենց երեխաների համար։ Հունիսի 7-ին մեր քաղաքացիները ընտրություն են կատարելու ապրել Հայաստանում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Հունիսի 7-ին կատարելով ճիշտ ընտրություն, դուք ունեք բացառիկ հնարավորություն ապրել երաշխավորված խաղաղությամբ
անվտանգ, տնտեսապես կայուն ու հզոր Հայաստանի Հանրապետությունում։ Լրագրողի հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է զրպարտանքին, որը վերաբերում է Անդրանիկ Թևանյանի նախընտրական ցուցակում ընդգրկվելուն։ Թևանյանի պես հայրենասեր գրագետ, նվիրյալ, մարդ կեզնան վաղուց եմ ճանաչում, բայց այս 5 տարի մենք շփում չունեինք, այս 5 տարի ինքը ստեղծել է կուսակցություն, դա բոլորի աշկի առաջ, կարողացել է Երևանի քաղաքապետենցիային մասնակցել 15%-ից ավել ձայներ հավաքել, իրավականին ունենալով, դրանից հետո Գյումրիում է մասնակցել, նույնպես կարողացել է ստեղծի եւ Էջմիածնում նա պատական մարդ, որ ինչ-որ միջնորդության կարիք ունենալ, բոլորը կխնդրեին, այդ մարդը իրանց հետ համագործել։ Ինքը մոտ է եկել, ճանաչելով Ծառուկյան ջան, սենց ցանկություն թիմով ենք խոսել, մենք ուզում ենք միասնական դաշինք կազմենք։ Ես ասեմ Տևան ջան, ես դաշինք չեմ կազմում, ասած չես էլ կազմում, մենք թիմով պատրաստ ենք, որ միասնական դինենք, որտեղ այսօր մի կուսակցությունը մի մարդը չի կարա սա փոխի։ Հենա Սուրեն ջան, ասա։ Եկել է նորից դիմել է, որ դաշինքով պարոն Ծառուկյանը ասել է, սա վերկուսակցական ընտրություն է, բոլորս պիտի մեկ ցուցակով վերազգային մասնակցենք ընտրություններին։ Եվ Մայր Հայաստանը եւ մենք։ Տնտեսական, քաղաքական, մարզական ու բազմաթիվ ոլորտներում օգտագործելով անձնական կապերը, Գագիկ Ծառուկյանին մշտապես հաջողվել է այն ծառայեցնել մեր երկրի ժողովրդին, անգամ այն դեպքում, երբ ԲՀԿ ղեկավարը քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։ Լավ կապեր ունեմ Ռուսաստանի եւ քաղաքական եւ տնտեսական եւ մարզական աշխարհի ղեկավարության հետ, Ռուսաստանում ունեմ շատ լավ ընկեր եւ Եդինե Ռոսիայի հետ Բարգավաճաստան ունի հուշագիր ստորագրած կոմունիստական կուսակցության հետ համագործակցում ենք եւ իմ նպատակը միշտ եղել է օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, տնտեսությանը, եղել է հարց լարսի հետ կապված, որ անմիջապես դիմել եմ իմ ընկեր Ուսուկովիչին, Կալաշնիկովին, որ անմիջապես թուղթ են ներկայացրել Վալուդինին եւ տրամադրել են 3 միլիարդ, որը լարսի հետ անցման կետը, քանի որ շատ նեղ էր, անցնել օրական 600 մեքենա, դա վերանորոգելուց հետո եղել է 1600 մեքենա, դա ես եմ կատարել իմ ընկերների շնորհիվ։ Եղել է վարորդների պրավայի հարցը, դիմել եմ, որ դառնա հայկական պրավաները գործի այնտեղ։ Հիմնական մեր տեղի աշխատողների մասին հարցերը կարգավորել ենք, քննարկել ենք, ասել ենք ցանկացած հարց, միայն ասելով չի պետք է ծանոթություն պետք է կապ։ Ես կապերը բոլոր հետ ունեմ, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ հուշագիր ունենք ստորագրած, Եվրոպայի հետ, հիշեք, որ Եվրոպայից 70-80 պատգամավոր էի բերել այստեղ, Լոնդոնից լորդուհիներ Վարդանը տատ ասում են լորդուհիներ, չեխերն են եկել, ուզեցել են ստե կառույցներ կառուցեն, ուզեցել են հայ ազգին ընդունելով, հարգելով, հիվանդանոց կառուցեն իրենց թագավորի անունով, որ անվճար լինի իմ ժողովրդի համար, ուզեցել են հյուրանոցներ կառուցեն, իրանք իրենց չէին եկել, մարդը պետք է աշխատի, մարդը պետք է կապ ունենա, կարող է զարգացնի, ծաղկացնի, չէ՞ միայն վիրավորելով, հայոյելով, վախացնելով, ձերբակալելով, երկիր չի կառուցում։ Հիմնական իմ նպատակը վերջի 2 տարին մեր գերիների հարցն է եղել, որ անպայման դա մեր պատվի խնդիրն է։ Ռուսաստանը արգելքներ է կիրառում հայկական արտադրանքի նկատմամբ։ Կարող ենք տեսնել քաղաքական ենթատեքստ ու ինչպիսի ռիսկեր կան, հետաքրքրվում են լրագրողները։ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ ամեն ինչ անելով մեր երկրի համար համագործակցելու, ասելու, զգուշացնելու, եթե պատերազմ է Ուկրաինայի դեմ եւ Ուկրաինայի նախագահին հրավիրում են այստեղ, որն ասենք խոսելով, վիրավորելով, քարծեր եք կուտակում։ Ռուսաստանը բան չի ասում, ասում է հայ ժողովրդին հարգում եմ, սիրում եմ, հարց ունեք, եկեք նստեք կլոր սեղանի շուրջ խոսանք։ Եթե դուք նախընտրում եք ուրիշ գործընկերներ, դե ցանել տանեմ, մենք այստեղ չենք նստելու, սպասենք, ուրեմն մենք քայլեր ենք կիրառելու։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց Արարատ ցեմենտ գործարանը պետականացնելու մասին։ Իրեն լրացնելու փորձերը արդյունք չեն տալու։ Իմ մտահոգությունը իմ երկիրն է, երբեք իմ հայրենիքը ոչ մի բան հետ չեմ փոխի, դա ստեղծել եմ անատից գնաց 25 տարի աշխատացնում եմ, ամսական 500 միլիոն հարկ ենք տալ, ինչ իմ կոպետ, ինչ էլ անի ժամանակավոր բնույթ ակրելու, իսկ տեղը մարդկանց անհարմար վիճակի մեջ ադեմ։
Ինչպես ամենուրեք, այնպես էլ Արաբկիրում բազմաթիվ երիտասարդներ են մասնակցում երթին, հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի հետ կապելով իրենց վաղվա օրը։ Միասնության ոգին օրեր առաջ թևածում էր Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ վերջին զանգին նվիրված համերգային մեծ միջոցառում էր։ ԲՀԿ առաջնորդի անակնկալ հայտնությունն ու շնորհավորանքի խոսքը ոգևորել է երիտասարդներին։ Երիտասարդները վերջին ձեր Գյումրու այցից հետո, որ մասնակցեցիք վերջի զանգին, նման նկար են սարքել, եկավ ուզեց, որ ցույց տանք ձեզ։ Ապրեք, շատ ուժեղ բան է, հիացած եմ, անավանդ այդ երեկոյին ես մասնակցեցի, վերջին զանգին մեր երիտասարդ ուսանողների, որ նրանք արդեն երկրորդ կյանք են մտնում, տեսնել իրենց ուրախությունը, իրենց շփիթը, իրենց փայլը, ամբողջ Գյումրին ցնծում էր։ Մի հատ կապնովի մեր երաժիշտների հետ, ասաց Ծառուկյանը ասեց, եթե կարանք կազմակերպել երկու գոնե խոշոր քաղաքում, որ մեր շրջանավարտներին ուրախացնենք, որ նրանք հիասթափված չլինեն, նրանք մեր հույսն են, ապագան են, երկրորդ կյանք են մտնում, մենք պետք է կարողանանք բոլոր պայմանները ստեղծելու, դուխները տեղը ամեն ինչ ձեզ ձեռքում է։ Ժողովուրդը հոգնել է ատելության խոսքից, բաժանարար գծերից, իշխանության բռնաճնշումներից։ Հունիսի 7-ին մարդիկ իրենց ձայնը պետք է տան փոփոխություններին։ Ատելությունը անում են նրանք, ովքեր ուզում են մեզ բոլորիս տանեն դեպի արևմտյան Ադրբեջան չի լինելու։ Այո։ Եվ այս պարագային, որ այդ ամենը չլինի, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, Գագիկ Ծառուկյանի գլխավորած քայլերթին միանում են Անդրանիկ Թևանյանի աջակիցները։ Պատրաստվեք փոփոխությունների, լավ փոփոխությունների։ Հունիսի 7-ին մնացել են հաշված օրեր։ ԲՀԿ առաջնորդը ողջունելով հազարավոր համակիրներին, Արաբկիրում մանրամասն ներկայացնում է նախընտրական ծրագիրը, կրկին իր աջակցությունը հայտնում Թևանյանին ու նրա ընտանիքին։ Թևանյանն Մարտին Նվիրյանն իրոք հանդիմադիր եղե սաղ կյանքը։ Երբեք ոչ մի բանով չեն կարողացել ցավացնել, ես եմ իրան լավ ճանաչում։ Բոլորս էլ գիտենք, որ առնվազն մի ամիս, երկու ամիս հետո Թևանյանը մեր կողքին է լինելու։ Այսօր կինն աստեղ, որդին աստեղ կանգնած։ Կարևորը դու պետք է հպարտ քայլես, որ այսօր հայրիկը երկրի ժողովրդի համար, կայացման համար, զարգացման համար դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Մեր երկիրն ու ժողովուրդը փորձադաշտ չեն, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Ատելության խոսքից ու թշնամանքից հոգնած ժողովուրդը սպասում է փոփոխության, մինչդեռ իշխանությունը ծրագիր ներկայացնելու փոխարեն զբաղված է ընդդիմության առաջնորդներին վիրավորելով, սպառնալով։ Այսօր արդեն որոշել է, որ մարդիկ մոտենում են, միանգամից բռնում տանում են։ Էլ չեն թույլ տալի ասելու։ Կամ մի հատ գործ են սարքում, որ տանեն ձերբակալեն, մինչև ընտրություն են ասի։ Արդեն ժամանակ եկել է։ Թող շրջեն հանրապետությունով մեկ։ Մարդիկ արդեն հիասթափվել են, հոգնել են, մարդիկ փոփոխություն են ուզում։ Եղածը կորցնում ենք։ 300,000 հոգի պետք է գա, ասում են սուտ են ասում։ Աստված սուտ ասենք, բայց 2025 թվականի դեկտեմբերի 5-ին հալիվ ասածը կա։ Հիմա էլ հունիսի 17-ից 18-ը նորից կազմակերպել Նախիջևանում վերադարձ Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջան, որ Հայաստանում պետք է լինի։ Գագիկ Ծառուկյանը արաբկիրցիներին տեղեկացնում է հերթական ձեռքբերման մասին։ Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Կաննի կինոփառատոնում ներկայացրել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագիծը, որը մեծ արձագանք է առաջացրել։ Ժողովուրդ, ուրեմն ամբողջ կանոն, որ ամբողջ աշխարհի աստղերն են եղել։ Առաջին ժուրնալը, որ տպել են, ու ամբողջ հիացած բոլորը ցանկանում են գան Հայաստան։ Աշխարհը տրակացրել են, միլիոնավոր մարդիկ են գալու, աստղեր, դերասաններ, որ կինո էլ նկարանեն։ Խնդրեմ, նայեք, ուստեղ էլ գրել են փոքրիկ պետություն, ամփիջոս ազգ, որ այսքան փոքր լինելով ինչ մեծ մասշտաբի գործ են ձեռնարկել։ Գագիկ Ծառուկյանի համակիրներն այստեղ են հույսով ու հավատով, որ հունիսի 7-ից հետո մեր երկիրը կարողանալու է բռնել փոփոխությունների, լավ փոփոխությունների ճանապարհը։ Աշխարհի ամենաթանկ նվերն են բերել ձեզ։ Աստվածաշունչը։ Աստված օրհնի։ Ամենակարևորը ցանկանան իմ ընկերոջ Թևանյանին ազատություն, որ խաղ բանտարկյալ
Ամ ձեր համար, ամ Թևանյանի, ամ ժողովրդի։ Տերունական աղոթքով են արաբկիրցիները հրաժեշտ տալիս ԲՀԿ առաջնորդին, մաղթելով շուտապույտ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Գիտեմ որ դուք իմ վարչապետը լինելու։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մենք օրհնում ենք, աղոթում ենք ամեն օր, որ ամեն ինչ լավ է։ Աստված լավ է, միշտ լավ է։ Ay,